Շատ լավ։ Այսօրվանից կսկսենք նայել, թե ինչ է սպասվում մեզ բոլորիս հաջորդ շաբաթ, հունիսի 21-ից 27-ը։ Առաջինը կսկսենք խոյերից, ինչպես միշտ։ Տեսնենք ինչ է սպասվում խոյերին հաջորդ շաբաթ, հունիսի 21-ից 27-ը։ Ընդհանուր տրամադրությունը, անձնական հարցեր, աշխատանք և ֆինանսներ։ Ընդհանուր տրամադրությունը տեսնում եմ այսպիսին. արջ։ Կարող եմ ասել շատ հարմարավետ եք զգում ձեզ հաջորդ շաբաթ ձեր գործերում։ Ինչ որ ինքնավստահություն կա, աշխատանք ունեք, աշխատավարձ ստանում եք, աշխատանքում ամեն ինչ շատ կայուն է, շատ հանգիստ է, շատ լավ է, դուք ձեզ շատ լավ եք զգում, միևնույն ժամանակ զգում եք շատ այսպես գործնական, այսինքն աշխուժ եք, առույգ եք, ուզում եք ինչ-որ գործ անել և շատ վստահ եք ինչ գործում, ինչ էլ որ անում եք, ինչ գործ էլ որ անում եք, շատ ինքնավստահ եք և կարող եմ ասել, որ դրա փորձը ունեք։ Մյուս կողմից կարող եմ ասել, սա կարող է լինել ինչ-որ մասնագետ, չեմ կարող ասել ինչ մասնագետ ինչի հետ է կապված, բայց կարող է ինչ-որ մասնագետի տեսնեք ինչ-որ հարցերով։ Տեսնենք, եթե այստեղ ինչ-որ կարտերը ինչ-որ բան կարող են հուշել։ Անձնական հարաբերություններում տեսնում եմ կայունության կարտը խարսխի։ Ուղղառինով կարող եմ ասել, որ կայունությունը միգուցե մի քիչ ձանձրալի, այսինքն ամեն ինչ նորմալ է, ոնց որ կա։ Տեսնենք մի քիչ ավելի մանրամասներ, բայց դրանից դուք շատ ուրախ չեք։ Տեսնենք։ Ինչ է նշանակում խարիսխը անձնական հարաբերություններում։ Մի կողմից կայունը կարող է լինել նորմալ, ամեն ինչ շատ լավ է, ինչպես պետք է որ լիներ, բայց կարող է լինել մի քիչ ձանձրալի, ամեն մարդ իր գործերով, շատ շփում առանձնապես չկա։ Տեսնենք։ Ինչ եմ տեսնում ես այստեղ, տեսնում եմ սրտի տուզ, տեսնում եմ ցախավելը, աղվես, տեսնում եմ օձ, տեսնում եմ թռչունները և վերջում տեսնում եմ գիրք։ Հարաբերությունները տեսնում եմ կայուն են, ստաբիլ են։ Ես այստեղ կարող եմ ասել, տեսնում եմ ընտանեկան հարաբերություններ, տեսնում եք խաչի կինը, խաչի տղամարդը, այսինքն այստեղ կարող է լինել ամուսնություն, կոնկրետ մարդիկ արդեն ամուսնացած են։ Միգուցե սա իրենց տղան է, տղա երեխա ունեն, չեմ կարող ասել։ Ամեն դեպքում մարդիկ ինչ-որ ժամանակ սիրել են իրար։ Պարզապես հիմա հարաբերությունները դարձել են շատ այսպես ընտանեկան, առանձնապես միգուցե մեծացել են արդեն ինչ-որ ժամանակ ամուսնացած են արդեն, տեսնում եք, սա ղարի 9-ով կարող եմ ասել, որ 9-ով կարող եմ ասել, այո, ամուսնացած զույգ են սրանք, սիրել են իրար ինչ-որ մի ժամանակ, ունեն երեխաներ, երեխաների հետ էլ շատ լավ են, բայց իրենք իրար նկատմամբ մի տեսակ ավելի անտարբեր են միգուցե, սառել են հարաբերություն, դե անտարբեր նկատի ունեն ոչ թե չեն սիրում, այլ ուղղակի սառել են, միգուցե ռոմանտիզմն է մի տեսակ կորել, իսկ կարտերը հուշում են, մի քիչ պետք է ավելի իրար հետ շփվել, իրար հետ ժամանակ անցկացնել, սա հաղորդակցման կարտ է, ես ինչպես սկզբում էի ասում, հաղորդակցություն չկա, նույնիսկ ընտանիքի անդամները, ես ունեմ ընկերուհի ամուսնացել է 2 տարի չէր անցել, երիտասարդ աղջիկ է դա։ Ասում էր ամուսինս գործից գալիս է, հաց ուտում է, քնում է, երբեք ոչինչ հետս չի խոսում։ Ինձ համար շատ տարօրինակ էր մի քիչ։ Բայց դե այդպես էլ է լինում երևի, թե հատկապես եթե 2 տարի չի, այլ 5, 6, 7, 10 տարի անցել է մարդիկ ամուսնացած են, մի տեսակ դառնում է ամեն ինչ կենցաղային, հարգելիներս ամեն ինչ սկսում է երևի շփումից։ Մի քիչ ավելի պետք է շատ շփվել իրար հետ։ Շատ շփվել, նույնիսկ եթե այստեղ բարեկամ ազգական քույր եղբայր հարաբերությունները, մարդիկ ամեն մարդ իր դարդերով, իր կյանքով է ապրում, կարտերը հուշում են մի քիչ ավելի շփվեք եւ ձեր սիրտն ավելի կբացվի։ Գալ պետք է լինի, զրուցել պետք է լինի, իրար հետ պետք է կապ լինի։ Ես այդպես կարող եմ ասել, կարտերն այդպես են հուշում։ Ձեր այսպես ձանձրույթը ոչ մի խնդիր չկա, ես չեմ տեսնում այստեղ մարդիկ բաժանվում են, վիճում են, այդպիսի բան իսկապես չեմ տեսնում։ Շատ միգուցե հաշտել եմ ասում, շատ երջանիկ չեն, դե ամեն օրվա կենցաղային հարցերում անհամաձայնություն մանր-մունր կարող է լինել,
Բայց ես այսպես ուղղակի կարող եմ ասել մի քիչ երևի ժամանակի ընթացքում մարդիկ ուղղակի մի քիչ սառել են իրարից, ձեր ձեռքում է, մի քիչ փորձեք ավելի շփվել, իրար հետ ժամանակ անցկացնել։ Աշխատանքում տեսնում եմ, որ աշխատանք կա, աշխատավարձ էլ կա, լավ էլ միջավայրում եք աշխատում, հարգելի խոյեր, ում հետ էլ որ շփվում եք, աշխատում եք, ես ոչ մի ստրես աշխատանքում չեմ տեսնում։ Ես Արչի կարտով էլ կարող եմ ասել, աշխատավարձ գալիս էր, այո, եւ ստաբիլ էլ կլինի, աշխատանքում պետք է որ ոչ մի բարդություններ չլինեն։ Դուք ձեզ շատ հանգիստ ու հարմար եք, միգուցե որովհետեւ տանը մի քիչ հարաբերություններ, ասենք, շատ այսպես ռոմանտիկ սիրային չեն, լարված էլ չէին, պարզապես կայուն են, կայուն ու մի քիչ սառը, ապա ձեր աշխատանքային հարաբերությունները, շփումը մարդկանց եւ աշխատանքի գործընկերների հետ, ես բավականին կայուն եւ նորմալ եմ տեսնում։ Ավելի դրական կայուն այս դեպքում կարող եմ ասել, շատ նորմալ է մարդկանց հետ հարաբերությունները։ Ինչ եմ տեսնում աշխատանքի վայրում։ Գիտեք, աշխատանքի վայրում տեսնում եմ ինչ-որ փոփոխություն կարող է լինել կամ ինչ-որ լուր կարող է գալիս, տեսնում եմ խաչը շատ բավականին բարդ կարտ է, տեսնում եմ դրանից հետո ամպերը եւ տեսնում եմ աստղեր։ Ես էլի եմ ասում, աշխատանքում լավ մարդկանց հետ աշխատում եք, դուք աշխատավարձ ունեք եւ կշարունակեք աշխատել, ես աշխատանքի հետ խնդիր չեմ տեսնում։ Պարզապես ամեն դեպքում ինչ որ տարօրինակ, ինչ որ հետաքրքիր մի բան կլսեք, իմանաք աշխատանքի կամ ձեր գործերի հետ կապված, սա ձեզնից կախված չէ։ Առաջի տպավորությունը միգուցե կարող է մի քիչ ձեզ տխրեցնել, միգուցե անհասկանալի լինի ամպերով կարող եմ։ Չէ, ամպերը կուտակվում են, դա դեռ չի նշանակում, որ անձրև է գալու։ Երբեմն այդպես էլ է լինում, երկինքը ամպոտ է, բայց անձրև չի գալիս, այսինքն կարող է դուք լավ չհասկանաք այս փոփոխությունը ձեզ իրականում ինչ կբերի, իսկ ես կարտերով տեսնում եմ, որ իրականում ձեզ համար ճանապարհը բաց է, ինչ նպատակ էլ որ ունեիք այս աշխատանքում, այսինքն դուք եթե աշխատում եք պարզապես աշխատավարձի համար, ես արդեն ասեցի, դուք շարունակեք աշխատել եւ աշխատավարձել կունենաք, դրա հետ խնդիր չի լինի, եթե ունեք նպատակներ, առաջ խաղացում, ավելի շատ գումար վաստակել, ճանապարհը բաց է, այս ինչ փոփոխություններ որ լինի, ինչ էլ որ լսեք, նույնիսկ եթե լավ չհասկանաք, սա ձեզ վրա ինչպես կարող է ազդել, կադրերի փոփոխություն է, չեմ կարող ասել ինչ կարող է լինել, դա ձեզ ոչ մի կերպ չի խանգարելու, ձեր ճանապարհը ամեն դեպքում տեսնում եմ, որ բաց է։ Ես այստեղ տեսնում եմ կին, միգուցե այդ կինը գալիս է կնոջից, որտեղ ղարետուսն եմ տեսնում, միգուցե լուրը գալիս է կնոջից եւ այո, փոփոխություններ են ինչ որ առաջարկում, ինչ որ տարօրինակ փոփոխությունների մասին կլինի խոսքը, դες համար միգուցե կլինի շատ անսպասելի, բայց դուք ոչինչ չեք կարող փոխել, բայց ես չեմ կարծում դուք ինչ որ բան արժի որ փոխեք։ Այստեղ լուրը գալիս է, նորից եմ տեսնում, փոփոխության մասին, սա տրանսֆորմացիոն փոփոխությունն է, սա էլ լուրն է գալիս, շատ էլ արագ ու աշխուժ է գալիս, ես չեմ կարող ասել ում ինչպես կվերաբերվի թե չէ, ձեզ բոլորովին չի խանգարելու։ Ես չգիտեմ այս մարդը ով է, որոշում կայացնողն է, թե ինչ որ մեկն է, որ կարող է ձեզ խորհուրդ տալ կամ ասենք բացատրել ինչ որ անհասկանալի էր ամպերով, եթե հիշում եք, ասացի ձեզ համար այդ նորությունը կարող է անհասկանալի լինել, ինչպես կարող է ձեր վրա ազդել։ Իրականում ձեր ֆինանսները կավելանան։ Ես տեսնում եմ ձեր աշխատանքին ոչինչ չի սպառնում։ Ես այստեղ էլ եմ տեսնում աշխատավարձ, ասիկա գումար է գալիս, եւ այստեղ արդյոք էլ տեսնում եմ աշխատավարձ։ Այսինքն ինչ որ հետաքրքիր լուր կարող եք իմանալ ձեր գործերի, ձեր գործունեության աշխատանքի ավելի կարող է փոփոխությունը հակառակը ձեր համար կոնկրետ կարող է նշանակել շատ աշխատանք, բայց ավելի շատ գումարներ։ Միգուցե ձեզ ավելի ծանրաբեռնել, ավելի շատ պատասխանատվություն դրեն ձեզ վրա, բայց իրականում կարող է աշխատանքը ձեզ թվալ, որ դե շատ ավելի գործ են տալիս, չէի ուզում, բայց իրականում դրանից ձեր գումարները կավելանան, իրականում դրական կլինի նորություն արգելներից։ Ֆինանսներում տեսնում եմ ճանապարհ, ինչ որ խճուղում կանգնած եք, ինչ որ որոշում պետք է կայացնեք։ Տեսնենք ինչի մասին է խոսքը, ֆինանսներում ինչ որոշում պետք է կայացնեն խոյերը։ Շատ հետաքրքիր եւ տարօրինակ կարտեր եմ տեսնում։ Այստեղ տեսնում եմ տուն, տեսնում եմ գիրքը, տեսնում եմ լուսին, հետո մի քանի բարդ կարտեր եմ տեսնում։
Գերանդի, այգի, օց եւ վերջում տեսնում եմ բանալի։ Դե բանալին շատ հարց լուծում է, շատ լավ է։ Ի վերջո դուք կգտնեք տարբերակ ինչպես ձեր խնդիրները լուծել եւ ինչ որոշում կայացնել։ Դուք որոշում պետք է կայացնեիք, առաջինը այդպես ասեցի։ Ես այստեղ տեսնում եմ տուն։ Ես չգիտեմ, տան հետ կապված ինչ որ գործարք կա, տուն եք գնում, տուն եք վաճառում, կամ միգուցե մտածում եք, բանակցում եք այդ հարցերով, զրուցում եք մարդկանց հետ։ Ես այստեղ կարող եմ տեսնել այգու կարտով եւ զրույցներով։ Միգուցե հետաքրքրվում եք, բայց ես չեմ տեսնում դուք գործարքը կնքում եք, թե չեք կնքում առայժմ։ Բայց որ տուն եմ տեսնում, կամ ընդհանուր տան բյուջեի մասին եք խոսում, սա նաև գումարներ եմ տեսնում, նաև գիրք եք ինֆորմացիան, այսինքն դուք ընտանիքի բյուջեին եք նայում, ձեր ծախսերը, ձեր եկամուտները, կամ պարզապես տան առք ու վաճառքով եք զբաղվում, ուսումնասիրում եք, ինչ կարժենա ձեր տունը, կամ ինչ կարժենա, ինչ կնստի ձեր վրա, ձեր ամսական վարկը ինչքան պետք է տա, կամ այդ դեպքում տան հետ է կապված, կամ ձեր տան բյուջեն է, դրա հետ ինչ որ նոր որոշում եք կայացնում, ծախսերն ու եկամուտներն եք փորձում իրար համապատասխանեցնել, կամ պարզապես տան առք ու վաճառքի հետ է կապված։ Ես այստեղ տեսնում եմ ինչ որ անհանգստություններ կան, որտեղ ինչ որ բացահայտվում է գրքով ինչ որ ինֆորմացիա, որ իմանում եք, առաջին տպավորությունից ձեզ այնքան էլ դուր չի գալիս, մի քիչ անհանգստացնում է ձեզ, այդպես լուսնով կարող եմ ասել։ Ինչպես անհամաձայնություններ կան ընտանիքում, միգուցե, չգիտեմ, ինչ հարցերով է։ Ձեզ պետք է շատ արագ, այսպես գերանդիով պետք է որոշում կայացնել, բայց տան տղամարդը կարծում եմ մի քիչ անհամաձայնություն ունի բանակցություններում։ Այո, ես այստեղ եւ կին եմ տեսնում եւ տղամարդ, եւ տեսնում եմ խաչի տղամարդը եւ տեսնում եմ կին։ Էլի նույն մարդիկ եմ տեսնում, ճիշտ ասած, ինչ որ սկզբում էի տեսնում անձնական հարաբերություններում։ Ինչը որոշում են կայացնում, տեսնեք, զրուցում են, տեսնում եմ այսպես ղարի ութով զրուցում են կինը, ապա նորից բանալին ձեր ձեռքն է, ինչ որ բանակցություններ եք վարում, միգուցե այնքան էլ համաձայնության չեն գալիս, այս հարցում էլ ամուսիններով համաձայնության այնքան էլ չեն գալիս, էլ եմ ասում, տուն եք գնում, թե տուն եք վաճառում, թե տան հետ կապված վերանորոգման հարցեր, նոր կահույք գնելու, ինչ էլ կապ ունենա, ինչ էլ վերաբերվի ձեր ընտանեկան եւ տան բյուջեի ֆինանսների հետ, դուք այնքան էլ համաձայնության չեք գալիս, ես տեսնում եմ, որ ի վերջո համաձայնության կգաք։ Ինչ էլ այդ համաձայնությունը նշանակի, չգիտեմ ինչ եք ուզում անել, ինչ որոշում եք կայացնում։ Սկզբում հիշում եք, ասում եք ինչ որ որոշում պետք է կայացնել, բայց որտեղ դուք ընտանիքում իրար հետ, տեսեք, ոչ թե բանկի աշխատողի, եթե վարկի մասին է խոսքը, ոչ թե հաճախորդի, եթե ինչ որ գնորդ կա, գումարի հարց կա, խնդիրներ, այլ դուք ամուսիններով, եթե դուք ձեր տուն ուզում եք վաճառել, կամ դուք նոր տուն եք ուզում գնել, դուք երկուսով իրար հետ եք անհամաձայնության մեջ։ Եթե ամուսիններ չեն, չգիտեմ, ընտանիքի անդամներն են, բայց չգիտես ինչու ինձ թվում է, որ ամուսիններ են եւ շատ մեծահասակել չեն։ Միջին տարիքի են։ Տեսնենք էլ ինչ կհուշեն կարտեր։ Ամեն դեպքում մինչև վերջ ես տեսնում եմ, որ դուք համաձայնության գալիս եք, բայց ինչ եք անում առանձնապես չեմ տեսնում։ Գիտեք, տեսնում եմ նույն կարտերը հաստատեցին ինչ որ ասում էի։ Տեսնում եմ լաբիրինթոսը, տեսնում եմ ջրհորը, տեսնում եմ աշտարակը, վերջում ծաղիկներ։ Այո, նույնը կարող եմ ասել ինչ որ տեսա, ասիկը լաբիրինթոս, ասիկը խճճվել եք, որոշում չեք կարողանում կայացնել, երկուսով պետք է որոշում կայացնեք բարդ է։ Ջրհորը կարող է ասել, որ ավելի խորը պետք է, խորքային պետք է նայել, ավելի հարցեր կան, այսինքն ավելի մանրակրկիտ պետք է ուսումնասիրել, ինչ թեմայի շուրջ էլ, որ ձեր ֆինանսները ինչի հետ էլ որ կապված լինեն, վարկի հետ է, տան առք ու վաճառքի հետ է, այսինքն պետք է ավելի լուրջ վերաբերվեք հարցին եւ ավելի մանրանակ տեսնենք այլ ինչ խնդիրներ կարող են լինել։ Մանրակրկիտ պետք է ուսումնասիրել, այդպես կարող եմ ասել։ Իսկ աշտարակը, տեսնում եք, այս կարտերում աշտարակը չի քանդվում, ինքը կանգնած վիճակում է։ Կանգնած է, այսինքն դուք մինչև համաձայնության չգաք ընտանիքով, դուք չեք կարողանալու աշտարակը կառուցել։ Կախված է միայն ձեր որոշումից, ձեր ներքին անհամաձայնությունից է կախված։ Բայց ես տեսնում եմ, որ դուք իրականում ծաղիկներով էլ եմ տեսնում, բանալիով էլ եմ տեսնում, որ դուք համաձայնության կգաք։ Ինչ է լինի ֆինանսներում, հարգելիներս, պարզապես զրուցեք դուք երկուսով իրար մեջ, եթե ընտանիքի անդամներով եք, ամուսիններով եք, պարզապես զրուցեք, փորձեք հասկանալ, ու այստեղ էլ եմ տեսնում ծաղիկները ստվերում, տեսնում եք, չէ, դուք ի վերջո համաձայնության կգաք, ինչ անհամաձայնություն էլ որ կար, իրականում դուք երկուսով համաձայնության կգաք, իսկ երբ որ համաձայնության գաք, կկարողանաք որոշել, թե իրականում ինչ եք ուզում անել։ Ես ամենայն հաջողություն եմ աղթում, հարգելի խոյեր։ Այժմ տեսնենք ինչ է սպասվում ցլերին հաջորդ շաբաթ հունիսի 21-ից 27-ը։
Ինչ է սպասվում ցելերին հաջորդ շաբաթ։ Ընդհանուր տրամադրությունը, անձնական հարցեր, աշխատանք եւ ֆինանսներ։ Շատ լավ տրամադրություն են տեսնում հարգելի ցելեր։ Տեսնում եմ դուք շրջապատված եք ընկերներով, լավ ժամանակ եք անցկացնում, շատ լավ տրամադրություն ունեք։ Եթե ընտանիքի անդամներով եք, մեծ ընտանիք եք, ապա ընտանիքի անդամներով հավաքվում եք, չգիտեմ, ժամանակ եք անցկացնում, զրուցում եք, ձեր անցյալն եք հիշում, շատ լավ տրամադրության մեջ կլինեք հարգելներս, բայց շատ կուզեք շփվել, շատ շփվել ձեզ համար շատ հոգեհարազատ մարդկանց հետ, որոնց հետ դուք ձեզ շատ լիարժեք եք զգում, 10-10-ի, դա լիարժեքության կարգն է, այսինքն ձեզ շատ հանգիստ եք զգում այդ մարդկանց հետ, ընկերներ կլինեն, բարեկամներ կլինեն, թե կոնկրետ ընտանիքի անդամները կլինեն, նշանակություն չունի, դուք ձեզ շատ լավ կզգաք, ամեն դեպքում ձեր տրամադրությունը կլինի այդպիսին, կուզեք շատ շփվել ձեր հարազատների, ձեզ համար հոգեհարազատ մարդկանց հետ։ Անձնական հարաբերություններում տեսնում եմ ինչ-որ փոփոխություն, իսկ իննով կարող եմ ասել քյապինջի իննով, որ դրանք դրական փոփոխություններ կլինեն, տեսնենք ինչն է փոխվում անձնական հարաբերություններում։ Միգուցե դուք ուզում եք փոփոխություն, միգուցե պարզապես կարտերն են հուշում ներողություն։ Կարտերը հուշում են, որ ինչ-որ փոփոխություն կարող է լինել անձնական հարաբերություններում հաջորդ շաբաթ։ Հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Ես արևով կարող եմ ասել, որ շատ լավ դրական փոփոխություններ լինելու։ Ինչ էլ որ լինի, ես կարտերը շատ հանեցի կտեսնեմ, եթե խնդիրներ եղել են կամ կան, ամեն դեպքում ի վերջո տզով եւ արևով կարող եմ ասել, որ ամեն դեպքում փոփոխությունը ի վերջո ձեզ համար շատ դրական կլինի, իսկ եթե process-ը հեշտ չլինի փոփոխության, երբ անցնում եք ինչ-որ փոփոխության միջով, կարող է այնքան էլ հեշտ չլինել, բայց երբ անցնի վերջանա, իրականում ձեզ համար շատ դրական կլինի, հարգելիներս։ Ինչ եմ տեսնում, տեսնում եմ ծառ, այսինքն այստեղ ընտանեկան հարաբերությունների մասին է խոսքը, տեսնում եմ նաև տարիքով անց շատ իմաստուն, խելացի, խելամիտ տղամարդ եմ տեսնում եմ նաև երիտասարդ, այո, ընտանիք եմ տեսնում, ընտանիքում չեմ կարող ասել, ինչ որ կտրուկ հանկարծ մեծով, ինչպես ասում են, ջահելով, ահելով, հա ինչ-որ որոշումներ եք կայացնում, չեմ կարող ասել ինչի մասին է խոսքը, ինչ որոշումներ, ինչ փոփոխություն եք անում, ուզում եք ձեր տունը վաճառել, նորոգել, կահավորել, չեմ կարող ասել, տան հետ կապված կամ պարզապես դուք ընտանիք եք, բայց տուն ամեն դեպքում որ տեսնում եմ ինչ-որ նշանակություն կունենա։ Դուք այսպես հայր ու որդի հատկապես նստած զրուցում են, ինչ-որ որոշում են կայացնում եւ կարծես թե բավականին այսպես արագ պետք է որոշում կայացնել տան հետ կապված ինչ-որ հարցերում։ Ես այստեղ կինն եմ տեսնում, կամ կինն է տղամարդու, երիտասարդի կինն է միգուցե, սա երևի թե մայրը չի լինի, կարող է մայրը լինել, կարող է կինը լինել ընդ որում։ Ես այնտեղ հայր ու որդի էի տեսնում այստեղ նաև աղջիկ, կարող է լինել քույրը, բայց ամուսնացած քույր է, կարող է լինել երիտասարդի կինը։ Ինչ որ երկարատև process-ի մասին է խոսքը, կամ ուզում եք տնից տեղափոխվել, կամ ուզում եք նոր տուն գնել, կամ ուզում եք ձեր տան հետ կապված չեմ կարող ասել ինչ, բայց սա ինչ որ կարճաժամկետ մի հարց չի, ինչ որ բավականին երկարատև process է, դրա համար էլ զրուցում են, փորձում են հայտարարի գալ։ Ես տեսնում եմ, որ դուք շատ լավ էլ կզրուցեք, հայտարարի կգաք։ Ես վեճեր ոչ մի խնդիրներ չեմ տեսնում։ Միգուցե ինչ որ ֆինանսների հետ կապված, ես չգիտեմ, ելի եմ ասում, կամ տուն ուզում եք վաճառել, կամ ուզում եք նոր տուն տեղափոխվել, կամ պարզապես ուզում եք տանը ինչ որ փոփոխություններ, վերանորոգում անել, որտեղ ֆինանսներ պետք կլինեն, իսկ դուք ֆինանսները կարծում եմ ունեք, ընտանիքով նստում եք, զրուցում եք, որոշում եք, այս արևով էլ տեսնում ինչ էլ որ անեք, շատ լավ էլ կլինի։ Բավականին, ասում եմ, չէ, դուք շատ լավ տրամադրության մեջ եք։ Ինչ որ փոփոխություն լինի տանը, ինչ եք ուզում ընտանիքով, ձեր տանը ինչ եք ուզում փոփոխել, շատ դրական փոփոխություն կլինի։ Կարող է հաջորդ շաբաթ որոշումը կայացնեք հարգելիներս, ոչ թե փոփոխությունը անեք արդեն։ Մի շաբաթ դուք ուղղակի զրուցում եք, որոշումներ եք կայացնում ընտանիքով։ Իսկ փոփոխությունը կարող է լինել ավելի ուշ։ Աշխատանքում տեսնում եմ կին եւ ղառի տուս։ Տեսնենք։ Դժվար է մի կարտով ասել, թե ինչ է նշանակում կամ կինը կամ ղառի տուզը աշխատանքի հետ կապված, տեսնենք, ինչ կմանրամասնեն կարտերը։
Մի քիչ ինձ վախեցրեց կարտը սկզբում ճիշտն ասած, դե ամեն դեպքում ղարետուզ եմ տեսնում, բայց հիմա տեսնում եմ, որ չէ, այստեղ ղարետուզը այդքան նշանակություն չունի, ինչքան ես տեսնում եմ ավելի շուտ ինչ որ կին, որտեղ շատ կերպարներ եմ տեսնում, բայց տեսեք հարգելիներս, ինչ գեղեցիկ կարտեր եմ տեսնում, շատ գեղեցիկ, գեղեցիկ, կարմիր, կարմիր, կարմիր։ Գիտեք, ես կարող եմ ասել տնից ինչ որ մեկը երևի աղջիկ է, գիտեք, կին եմ տեսնում, այսինքն կինը նորություն գալիս է ընտանիքին հայտնում է, երևի թե որ ուզում է գնալ, միգուցե երկրից է ուզում գնալ, միգուցե տնից է ուզում դուրս գա, որտեվ սա փոփոխության կարտն է, տեղափոխության կարտն է, այսինքն ես որտեվ աղջիկ եմ տեսնում եւ այստեղ եմ աղջիկ տեսնում եւ տզով եմ տեսնում աղջիկ, դրա համար եմ ասում աղջիկ, հնարավոր է երիտասարդ է լինել, բայց ամեն դեպքում երևի թե հիմնականում այստեղ կլինի աղջիկ, բայց կարող է նաեւ տան տղան, այսինքն ուզում է կինը աղջիկը ուզում է տնից գնալ գումար վաստակելու համար, աշխատանքի է գնում, միգուցե օտար երկիր էլ կարող է լինել, հասկանում եք, չգիտեմ, շրջաններից գալիս է քաղաք կամ քաղաքից երկրից առհասարակ դուրս է գալիս, դուրսը գնում է աշխատելու գործուղման հետ կապված գալիս է նորություն է հայտնում ընտանիքին։ Ես տեսնում եմ, որ ընտանիքը շատ լավ էլ ընդունում է, այստեղ ֆինանսներն եմ տեսնում, այստեղ գնում եք, չգիտեմ, նաև ինչ որ բան կսովորեք դուք աշխատանքի վայրում, գումարներն էլ կվաստակեք, եւ տեսնում եմ սրտով շատ լավ, եւ ձեր ընտանիքն է շատ լավ ընդունում ձեր այս լուրը իմիջայլոց։ Շատ կերպարներ եմ տեսնում, չեմ կարող ասել այս մարդիկ ովքեր են, միգուցե ծնողներն են, այստեղ էլ երիտասարդ, դրա համար եմ ասում, եւ տղա կարող է լինել, եւ աղջիկ կարող է լինել, չգիտես ինչի ինձ թվում է աղջիկ կլինի ամեն դեպքում, բայց ես տեսնում եմ շատ լավ կարտեր, հարգելիներս, եթե տնից ինչ որ մեկը ձեր երիտասարդ աղջիկն է, տղան է գնում են տնից դուրս են գալիս, գնում են գործուղման կամ գնում են օտար երկիր աշխատելու, տնից դուրս են գալիս, տեղափոխվում են, իրականում շատ լավ առաջարկություն են ստացել, շատ լավ աշխատանք կլինի, ամեն ինչ շատ լավ կլինի։ Այսինքն ես ոչ մի խնդիր չեմ տեսնում, բայց տեսնում եմ, որ ընտանիքը շատ լավ է, այսպես շատ ուրախ է կընդունեն լուրը։ Ֆինանսներում տեսնում եմ սար նրբություն։ Տեսնում եմ սարը, ժայռը, ինչը նշանակում է ինչ որ խնդիրներ։ Միգուցե դրա համար էլ ուզում են ընտանիքի, չգիտեմ, երիտասարդ աղջիկը կամ տղան ուզում են գնալ աշխատել, որովհետև ֆինանսական խնդիրներ կան։ Տեսնենք։ Շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, եթե հիշում եք, այստեղ տեսնում էի ժայռը, ինչը նշանակում էր աշխատանքում խնդիրներ։ Տեսեք ինչ հետաքրքիր եւ շատ բացասական իմիջիայլոց կարտեր եմ տեսնում, շատ բացասական, բայց վերջում շատ լավ է լինելու, նախորդ եմ ասում, չտրամադրվեք հարգելիներս։ Կարող եմ ասել ինչ որ մեկը աշխատանք է կորցրել երևի ցելերից։ Ձեր կամքով չի եղել, չգիտեմ, պարզապես ձեզ միգուցե այսպես շատ անսպասելի հանկարծ ասել են, որ ձեր հաստիքը կրճատվել է, ձեր ժամերը կրճատվել են եւ հանկարծ դուք մնում եք այսպես առանց աշխատանքի։ Սա կարող է լինել եւ կին եւ տղամարդ։ Եթե կին է դրա համար աղջիկ ուզում էր գնալ այլ երկիր աշխատել, որովհետեւ այստեղ աշխատանքը կորցրել է, կարող է այդպես էլ լինել, բայց եթե չկապեմ աշխատանքի հետ, պարզապես ամեն դեպքում ես տեսնում եմ, որ այստեղ ինչ որ մեկը խաչով եմ տեսնում եւ կորստով եմ տեսնում եւ այստեղ տեսեք 4 խաչի հետ, ցանկ աշխատանքի հետ են։ Դե ձեր աշխատավարձը ես ֆինանսների համար եմ հիմա նայում, բայց ձեր ֆինանսները բնականաբար գալիս էին ձեր աշխատանքից, ես տեսնում 4 բարդ, շատ բարդ կարտեր խաչի եւ աշխատանքի հետ կապված, ինչը ինձ հուշում է, որ ինչ որ մեկը վերջերս աշխատանք է կորցրել։ Ես չեմ կարծում, որ դուք նոր եք կորցնում կամ կկորցնեք։ Ես տեսնում եմ, որ դուք արդեն կորցրել եք, դրանք սկզբի կարտերն էին։ Տեսեք, սա տունն է, ընտանիքն է, ես չեմ կարծում այստեղ տան արքու վաճառքի հետ ինչ որ խնդիր կա, կարող է կա, կարող է եւ չկա, բայց այստեղ տեսնում եմ միգուցե եւ դուք եք որ տնից հեռանում եք, որովհետեւ ինչ որ մեկ աշխատանքը կորցրել է, իրականում տեսնում եք սրտի վադետով, այսինքն դուք սրտի կարտով, դուք շատ ուրախ եք այս փոփոխության համար, դուք իրականում չեք տխրել, ընդ որում միգուցե եւ դուք ձեր կամքով դուք չեք հեռացել, չնայած հնարավոր է որ դուք եք հեռացել, բայց տեսնում եմ որ այսպես ոչ թե դուք վատ աշխատող եք, ել եմ ասում, կարող է պարզապես հաստիքը կրճատվել է կամ ուղղակի գործը վերջացել է, սեզոնային աշխատանք էր, դրա համար դուք աշխատանք կորցրել եք։ Բայց ես դժբախտ ես կամ չեմ տեսնում, որ դուք նեղվում եք դրանից առանձնապես, որովհետև ես այստեղ տեսնում եմ, որ դուք նոր առաջարկություն ունեք, շատ այսպես կտրուկ գալիս է նոր առաջարկությունը,
եւ այսպես կայուն ստաբիլ աշխատավարձը չնայած վերջացել է, բայց դուք շատ նոր, ավելի կայուն, ավելի ստաբիլ լավ աշխատանքի առաջարկություն եք ստանում եւ շատ անսպասելի եւ շատ արագ է գալիս իմիջիայլոց, սա էլ ձեր նպատակներին հասնելու ճանապարհը բաց է, որովհետեւ դուք որ գործից կորցրել եք աշխատանքը, տեսնում դու իրականում ուրախ եք։ Շատ ակիր կարտեր եմ տեսնում, բայց վերջում էլ տեսնում եմ տուզը, ինչը նշանակում է հաջողություն։ Այսինքն ինչ էլ որ լիներ, ասում են չէ չկա չարիք առանց բարիք։ Այդ գործից դուրս գալը, միգուցե դուք մնացել եք աշխատում եք, քիչ աշխատավարձով, դե ոչինչ, դե գործ է անում եմ, փոփոխություններ ամեն մարդ չի, որ սիրում է եւ կարող է այդպես կտրուկ որոշումներ կայացնել, բայց ինքնին ճակատագրով այնպես ստացվեց, որ ձեզ աշխատանքից հեռացրեցին կամ ստիպված եղաք դուրս գալ։ Այդ դեպքում ձեզ նոր առաջարկություն են անում շատ ավելի գեղեցիկ եւ ամեն ինչ այսպես կվերջանա արևով։ Այսինքն իրականում գործից դուրս գալը կամ հեռացվելը ձեզ համար շատ դրական արդյունք ունենա հարգելիներս։ Ինչն էլ ես ձեզ սրտանց կամենում եմ, դրական արդյունք։ Այժմ տեսնենք ինչ է սպասում երկօրյակներին հաջորդ շաբաթ, հունիսի 21-ից 27-ը։ Ինչ է սպասում երկօրյակներին հաջորդ շաբաթ։ Տեսնենք։ Ընդհանուր տրամադրությունը, անձնական հարցեր, աշխատանք եւ ֆինանսներ։ Ընդհանուր տրամադրություն տեսնում եմ խաչ։ Խաչով կարող եմ ասել ինչ էլ որ լինի այս շաբաթ, ինչ որ բարդ իրավիճակ, հանկարծ հայտնվեք բարդ իրավիճակում, կամ հանկարծ ինչ որ բան ձեզ համար դժվարանա, բարդություն ստեղծվի, խնդիր առաջանա, ձեզնից կախված չէ։ Ես չեմ կարծում դուք կարող եք ինչ որ բան նախապես անել խուսափելու համար։ Ես շատ բարդ ճակատագրական խնդրի մասին չեմ խոսում, ճիշտն ասած, մինչև կարտերը չբացեմ չեմ տեսնի, բայց այստեղ ստվերում տեսնում եմ այս կարտը ժայռը, կարող է նշանակել աշխատանքում, որտեղ այնտեղ խաչի 6-ն է, այստեղ էլ խաչի 8-ն եմ տեսնում, այսինքն կարող է աշխատանքի հետ կապված լինել, գործերի հետ կապված ինչ որ իրավիճակ կարող է ստեղծվել ձեզնից ոչ կախված, հա, որ դուք չեք կարող ոչինչ փոխել, եւ դուք ստիպված լինեք դրա հետ հաշվի նստել։ Գնանք, կհասնենք աշխատանքին, կտեսնենք ինչ էր կատարվում։ Գերանդին եմ տեսնում անձնական հարաբերություններում, չգիտեմ, կտրուկ ինչ է փոխվում, ինչ է տեղի ունենում անձնական հարաբերություններում, կամ միգուցե կտրուկ ինչ որ որոշում եք կայացնում։ Տեսնենք։ Տեսնենք ինչ է նշանակում գերանդին անձնական հարաբերություններում։ Ինչ եմ տեսնում։ Տեսնում եմ այստեղ բարեկամ, ազգականներ, ընկերներ, ամեն ինչ էլ կարող է նշանակել այս կարտը։ Ինչ որ նորություն է գալիս, մի քիչ ամպեր են կուտակված, ինչ որ մեկի մասին, գիտեք, սա ձեզ անձամբ չի վերաբերում, որտեղ ես տեսնում եմ, որ ձեզ լուր է գալիս։ Այսպես շատ կտրուկ, այսպես կտրուկ գործիքն է գերանդին, չէ, շատ կտրուկ, շատ անսպասելի, ասում եմ, չէ, ինչ որ անսպասելի, ինչ որ բան կարող է լինել, սա կարող է լինել նաև ոչ միայն աշխատանքի տվյալ դեպքում կարող է լինել նաև անձնական հարաբերություններում, շատ ինչ որ կտրուկ, ինչ որ ձեզ լուր է գալիս, ինչ որ մեկից, պատահաբար, անսպասելի, ձեզ ինչ որ ծանոթի կամ ընկերոջ կամ բարեկամի մասին, տեսեք, ընտանիքի անդամ չեմ տեսնում, կարող է լինել հեռու բարեկամ ազգական պարզապես, բայց կարող է լինել նաև պարզապես ընկեր, շունը կարող է նաև նշանակել ընկեր։ Ձեզ համար շատ հոգեհարազատ մեկն է, բայց էլ եմ ասում, ես ընտանիքի ծառ չեմ տեսնում, ընտանիքի անդամ չէ, բայց ինչ որ ձեզ համար ծանոթ բարեկամ ինչ որ մեկն է լուր է գալիս, լուրը գալիս է, որ ինչ որ ձեզ բարեկամ ազգականի հետ կապված ինչ որ խնդիր կա, ես չեմ կարող ասել ինչ խնդիր կա, անկեղծ ասած, կդժվարանամ ասել, բայց կարծում եմ մարդիկ ինչ որ խնդիր ունեն, օրինակ կարող է լսեք մարդը աշխատանք է կորցրել, այդպես էլ կարող է լինել։
Ձեր ընկերը աշխատանք է կորցրել, վերջերս գտել էր, գործերը լավ էին, հիմա ինչ որ գործերը լավ չեն, եւ մարդը աշխատանք է կորցրել, տխուր է, միգուցե հենց ընկերը գալիս է ինքն է ասում իր մասին։ Ես վերջին այստեղ տեսնում եմ, որ իրականում տեսեք, սարսափելի ոչինչ չկա, որտեղ սա հաջողության կարտն է, մարդը աշխատանք կորցրել է, մի քիչ նեղվել է, եկել է ձեզ հետ ուղակի կիսվելու։ Այդպեսի ինչ որ բան եմ տեսնում, բայց ոչ մի շատ լուրջ բացասական բաներ, ճիշտ ասած, չեմ տեսնում։ Միգուցե գալիս է ուզում է դուք իր համար իրեն օգնեք, աշխատանք գտնեք իր համար, դե մարդ է, ընկեր է, գալիս է, ուզում է ձեզ հետ խորհրդակցել։ Տեսնենք էլ ինչ կարող եմ տեսնել կարտերով։ Գիտեք, բավականին բարդ կարտեր եմ տեսնում եւ այստեղ էլ խաչ դուրս եկավ։ Ես կարող եմ ասել, որ ինչ որ փոփոխություն է եղել, ձեր այս բարեկամ ընկերը ում հետ է, ընտանիքի անդամ չի, նորից եմ ասում, ընտանիքի հետ ոչ մի կապ չունի, ես այստեղ էլ ծառ չեմ տեսնում, բայց ինչ որ ծախսեր են իրենց համար առաջացել, ինչ որ խնդիր մարդը ինչ որ բան է կորցրել, աշխատանքն է կորցրել, ֆինանսական գումարներ է կորցրել, եկել է ձեզ մոտ ուղակի խորհրդակցելու, որտեղ շատ մտերիմ մարդ է ձեզ համար։ Մարդը այսպես հայտնվել է ամպեր են կուտակված, էլի այստեղ խաչ եմ տեսնում, ինքը ինչ որ խնդրի մեջ է հայտնվել, այստեղ տեսնում եմ նաև լաբիրինթոսը, մարդը խճճվել է, չգիտի ինչպես դուրս գալ այդ ամենից։ Եկել է պարզապես ձեզ հետ ուզում է խորհրդակցել։ Ես չեմ կարող ասել իրեն ինչ է եղել, ինչու է գալիս, բայց ես այդպես եմ տեսնում։ Ամեն դեպքում, հարգելիներս, չեմ ուզում շատ մանրանալ, այդքան լավ կարտեր չեմ տեսնում, բայց ինչ էլ որ լինի, ձեր ընտանիքի հետ կապ չունի, սա ուղղակի ձեզ ծանոթ է։ Միգուցե ընկեր է, միգուցե չգիտեմ, հեռու ազգական է, ինչ-որ մեկի հետ ինչ-որ խնդիր էր առաջացել, գալիս էր ձեզ հետ կիսվելու։ Աշխատանքում տեսնում եմ իրականում ձեր ցանկությունները վեցով եւ աստղերով, տեսնենք։ Տեսնենք ինչ է նշանակում 6, ինչ որ նպատակներ ունեք աշխատանքի հետ կապված, տեսնում եմ, որ ճանապարհը բաց է, ճիշտն ասած, 6-ով ճանապարհը բաց է, ինչ ցանկություն նպատակել ունեք աշխատանքի հետ կապված։ Եթե նույնիսկ ճանապարհ եք ուզում գնալ աշխատանքի հետ կապված, հարգելի երկորյակներ, ես տեսնում եմ, որ ամեն դեպքում տեսնում եմ, որ ճանապարհը բաց է։ Գիտեք, այսպես եմ տեսնում։ Այո, ճանապարհը բաց է։ Ես չգիտեմ դուք ինչ նպատակ ունեք, բայց կարող եմ ասել, որ ինչ որ նպատակներ ունեք, հանդիպում եք, զրուցում եք մարդկանց հետ, եթե նոր աշխատանք եք գտնում, դա նպատակը դա է, նոր աշխատանք եք փնտրում, եւ ճանապարհ եմ տեսնում, ճանապարհ եք ընկել մարդկանց հետ, որտեղ ես տեսնում եմ հանդիպում, զրույցներ, այսինքն հարցազրույցի եք գնում, զրուցում եք մարդկանց հետ, ձեզ փորձում են աշխատանքի ընդունել, տեսնել դուք ինչքանով եք հարմար իրենց համար, ես իրականում շատ եմ տեսնում, դուք բավականին ինֆորմացված եք, բավականին շատ գիտելիքներ ունեք եւ ես տեսնում եմ, որ բավականին հաճելի է մարդիկ զրուցում են ձեզ հետ։ Միակ խնդիրը ամպեր են կուտակված, ասինքն ձեր կասկածներն ու վախեր են, կլինի թե չի լինի, որտեղ լուրի եք սպասում, բայց իրականում լուրը կարող է մի քիչ ուշանալ, եթե դուք արդեն գնացել եք հարցազրույցի, զրուցել եք մարդկանց հետ հանդիպել եք, ձեզ իրականում շատ մեծ հույսեր են տվել, բայց մի քիչ երևի լուրը ուշանում է, դրա համար դուք նեղված եք, ամպերը ձեր վախերն ու կասկածներն են իրականում, բայց ես մեկ ինչ գեղեցիկ կարտեր եմ տեսնում, իրականում տեսնում եմ, այսինքն լուրը կգա եւ շատ դրական լուր կգա, եւ փոփոխություն կլինի դրանից հետո ինչ նշանակում է դուք աշխատանքի կանցնեք, շատ լավ էլ միջավայր կլինի, եթե ծանոթներից եք նույնիսկ սպասում աշխատանք կլինի, սա էլ աշխատավարձ, այսինքն կլինի աշխատանքի հետ նորից եմ կրկնում, ձեր ճանապարհը բաց էր, ինչ նպատակել ունեք, եթե աշխատանքի համար դիմել եք, ձեզ ամենայն հավանականությամբ աշխատանքի կընդունեն, իսկ եթե աշխատանքի վայրում առաջխաղացման ցանկություն ունեք, դիմել եք, դուք էլի առաջխաղացման մասին լուրը շուտով կլսեք։ Ֆինանսներում տեսնում եմ օձ։
Հետաքրքիր կարտեր եմ տեսնում ֆինանսների հետ կապված։ Ես տեսնում եմ հարգելի երկրորդներ, որ դուք ֆինանսների խնդիր չունեք, դուք ֆինանսներ ունեք։ Բայց դες մի քիչ նոր ծախսեր են սպասվում։ Ձեզ ինչ որ ֆինանսական ծախսեր են սպասվում ֆինանսներում։ Գիտեք, ես կարող եմ ասել, որ միգուցե առաջին կարտով հիշում եք, երբ որ ասում եմ, այստեղ ինչ որ խնդիրներ կային, ինչ որ ձեր ընկեր, ինչ որ մեկը, ես այսպես կարող եմ ասել, որովհետև օձը նաև նշանակում է կին եւ նշանակում է նաև առողջություն։ Ես չուզեցա շատ մանրանալ, բայց հիմա կարող եմ երևի թե ստիպված պիտի նեմ ասել, ես այստեղ էլ տեսնում էի վերջի կարտը կին եւ ղարի տուզ։ Այսինքն ձեր ընկերն էր թե հեռու բարեկամ էր, կարող է ընկեր լինել, գիտես, չգիտեք ինչի, ինձ թվում է, որ սա ընտանիքի անդամ չի, ծառը չեմ տեսնում։ Սա ինձ թվում է ձեզ ուղղակի շատ մտերիմ ընկեր է։ Ինչ որ մեկը իրենց ընտանիքում ինչ որ կին կա հիվանդ, ձեր ընկերոջ ընտանիքում ինչ որ կին կա հիվանդ, եւ ինքը երևի եկել է ձեզ հետ խորհրդակցելու եւ երևի գումար էր ուզում, որտեվ ես ձեզնից տեսնում եմ գումար է գնում։ Դուք գումարներ ունեք, դրա համար ձեզնից են գալիս ուզում, որտեղ դուք ֆինանսներ ունեք, ֆինանսների խնդիր չունեք։ Նոր ծախսեր երեխայով կարող եմ ասել, որտեղ այստեղ կորուստ կա գումարի, ձեզնից գալիս են գումար են խնդրում, այո, որովհետև ես այստեղ էլ եմ ասում, այսպես օձե կարտով կարող եմ ասել, որ ինչ որ կնոջ առողջության հետ խնդիր կա, սա երևի մասնագետն է, բժիշկն է։ Սա կարող է լինել հիմնարկությունը, որտեղ գնում են եւ այստեղ այո, մեկ հոգով չեն կարողանա, ինչ որ մեկի կինն է ամեն դեպքում, տեսնում այստեղ մատանին կնոջը միգուցե տեղափոխել են հիվանդանոց, ես վերջում տեսնում եմ ամեն ինչ հաջող է անցնելու, հարգելներս, ես կնոջ կյանքին, առողջությանը ես տեսնում եմ ոչինչ էլ չի սպառնում, եւ ես տեսնում եմ, որ դուք ամենայն հավանականությամբ ձեր ընկերոջը ֆինանսապես կօգնեք։ Մարդու կնոջը երևի տարել են հիվանդանոց, սա կարող է նաեւ նշանակել ինչ որ վիրահատության անհրաժեշտություն կար, կարող են կնոջը վիրահատել, ձեզից եկել էր մարդը գումար էր խնդրում, դուք էլ երևի թե գումարը կտաք եւ իր վերջո արև, եթե արև չներ մեկ այլ կար կարող էր կասկածնել, բայց արևով տեսնում եմ, չէ, բոլորովին։ Տեղափոխության կարտն եմ տեսնում, մասնագետն եմ տեսնում, այդպես կարող եմ ասել։ Ինչ որ մեկի կնոջ տեղափոխել են երևի հիվանդանոց, ձեզնից գումար են ուզում։ Դուք էլ կարծում եմ, որ ձեր ընկերոջը կօգնեք եւ ի վերջո ամեն ինչ վիրահատություններ շատ հաջող կանցնի։ Ես բժիշկ չեմ, հարգելիներս, խնդրում եմ շատ մանրամասն հարցերը չտալ, ես չեմ էլ սիրում շատ խոսել առողջության մասին։ Ուղղակի կարտերը ինձ ցույց տվեցին, այն էլ պետք է ասեի։ Ուզեցա մանրամասնել, որ դուք շատ ավելի չվախենաք, ավելի վատ բաներ չպատկերացնեք։ Մարդ են վիրահատում են։ Չկույր աղիքի վիրահատությունն էլ վիրահատություն է։ Շատ ամենապարզ, ամենապրիմիտիվ, եթե անսպասելի հանկարծ մարդը վատանում է, տանում են շատ թեթև ինչ-որ մեկը գլաններն են հեռացնում, չէ, դրանք շատ, այսպես ասած, շատ պարզ վիրահատություններ են, բարդ չեն, մահացու չեն, որտեղ արևով շատ լավ է, դրական էր։ Մարդիկ կան քիթն են վիրահատում գեղեցկանալու համար։ Մարդը գալիս է, կինս կամ աղջիկս ուզում է, չգիտեմ, քիրը վիրահատել, գեղեցկանալ, ձեզնից գումար են խնդրում, դուք էլ տալիս եք։ Ոչ մի բարդություն ես լուրջ չէի տեսնում։ Ուզում եմ պարզաբանել, որ դուք հանկարծ ձեզ չներշնչեք։ Այժմ տեսնենք ինչ է սպասում խեցգետիններին հաջորդ շաբաթ հունիսի 21-ից 27-ը։ Տրամադրությունը, անձնական հարցեր, աշխատանք եւ ֆինանսներ։ Շատ այսպես հետաքրքիր տրամադրություն եմ տեսնում խեցգետինների համար հաջորդ շաբաթ։ Ծառը նշանակում է ընտանիք, նաև առողջություն։ Եթե առողջական խնդիրներ ունեիք դուք կամ ձեր ընտանիքի որևէ անդամ, անպայման կլինի առաջխաղացում։ Դուք շատ ավելի լավ ձեզ կզգաք հաջորդ շաբաթ, քան զգացել եք մինչև այդ։ Եթե կային խնդիրներ, եթե չկային, ամեն ինչ շատ նորմալ է։ Տեսնում եմ ընտանիքում, եթե ընտանիք է նշանակում ծառա տվյալ դեպքում, շատ ժամանակ անցկացնեք ձեր ընտանիքի հետ, ամառ է, արձակուրդներ են, երեխաների հետ, ընտանիքի հետ, միգուցե մեծերի հետ, պլաններ եք գծում։ Շատ լավ տրամադրության մեջ եք ամեն դեպքում։ Եվ առողջությունն է լավ, եւ ընտանիքի հետ եք շատ շփվում։ Անձնական հարաբերություններում տեսնում եմ ինչ որ աստղերը, ճանապարհ, եթե ինչ որ ճանապարհ եք ուզում գնալ ընտանիքով, դրա համար էլ հանդիպում եք, զրուցում եք, շատ լավ է։ Ինչ որ ճանապարհի մասին եք խոսում, նպատակ ունեք անձնական հարաբերություններում, ճանապարհը տեսնում եմ, որ բաց է։
Շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում, հարգելիներ, տեսեք, տուզ եմ տեսնում, 2 տուզ եմ տեսնում, շատ լավ։ Ես չգիտեմ դուք այստեղ ինչ է, սա կարող է լինել օծի դեպքում, տվյալ դեպքում տեսնում այստեղ իմաստուն կին է։ Կին եմ տեսնում, ամուսին եմ տեսնում կամ ընտանիքում, չգիտեմ, պարտադիր չի ամուսիններ լինեն, բայց ամեն դեպքում ես կարող մայրն է, այստեղ որդին է իր ընտանիքով, չեմ կարող ասել։ Ինչ որ ճանապարհի հետ կապված միգուցե ինչ որ նպատակ ունեք, ինչ որ ցանկություն ունեք, շատ լավ է, շատ գեղեցիկ է։ Գնում եք արևով արձակուրդ, ինչ որ լուրի եք սպասում, լուրը կգա, համաձայնությունը կլինի, տեսնում եք, շատ ջերմ, սիրային, մարդկային նորմալ հարաբերություններում եք։ Եթե այսպես ընտանիքով ուզում եք ինչ որտեղ գնալ հանգստանալ, շատ լավ եմ տեսնում, որոշումը կկայացնեք, կորոշեք, ճանապարհն էլի վերջո կգնաք, ճանապարհը արդեն ասում էի բաց է։ Եթե այլ նպատակ ունեիք ընտանիքով ինչ որ հարց եք լուծում, ինչ որ լուրի եք սպասում, լուրը կգա, շատ դրական լուր կգա։ Ինչ նպատակ ունեիք, ես կարծում եմ, որ հաջորդ շաբաթ ձեզ լավ լուր կգա, դուք շատ կուրախանաք։ Բայց ինչի հետ է կապված, ինչ նպատակ ունեիք, չեմ կարող ասել։ Ճանապարհի հետ է, ճանապարհը բաց է։ Ինչ որ այլ լուր եք սպասում, շատ դրական լուր կստանաք եւ շատ կուրախանաք։ Աշխատանքում տեսնում եմ այգին եւ Ղարի 8 է, շատ զրույցներ կլինեն, շատ եք հաղորդակցվում, շատ եք զրուցում, ես չգիտեմ դուք ինչ որ օնլայն գործ եք անում, բլոգեր եք կարող է կամ ինչ որ, չգիտեմ, խոսելու հետ, հաղորդակցվելու հետ, ինչ որ աշխատանք ունեք, հաղորդակցվելու հետ կապված, տեսնենք։ Շատ շփում կլինի մարդկանց հետ ամեն դեպքում։ Այո, ասում են շատ հաղորդակցություն կլինի, այո, շատ կլինի շփումը մարդկանց հետ։ Մանր-մունր խնդիրներ կան աշխատանքի վայրում, շատ մանր-մունր։ Այսպես մի տեսակ խճուղում, այսինքն ինչ որ խնդիր մանր-մունր խնդիր կա եւ որոշում պետք է կայացնեք, եւ տեսնում եմ, որ այո, լուրջ որոշում կա կայացնել։ Չնայած խնդիրը շատ փոքր է, բայց իրականում որոշում կա կայացնելու, դուք մի քիչ կարծում եմ դժվարանում եք, խեցգետին դժվարանում է ինքը որոշում մենակ կայացնել, ամպեր են կուտակված, եւ ինքը այսպես հանդիպելով, շփվելով, սա հանդիպումների կարգն է։ Զրուցում է միգուցե վերադասի հետ։ Ամեն դեպքում կա մասնագետ, կա ինչ որ մեկը, որ ձեր գործից ավելի լավատեղյակ է, եւ անպայման կլինի մեկը, որ ձեզ կօգնի։ Արդյունքում էլ եմ ասում, դուք պարզապես պետք է զրուցեք, շփվեք, ինչ որ մեկից խնդրեք օգնություն։ Անպայման կգտնվի մեկը, որ ձեզ կօգնի։ Շատ լուրջ խնդիր չէ, բայց տեսնում եմ, որ բավականին գլխացավանք է պատճառում, եւ ամպեր են կուտակված, եւ այսպես դուք չգիտեք ինչ որոշում կայացնեք։ Դուք, այո, ինչ որ շատ մանր խնդիր է, բայց կարտերը հուշում են, որ եթե ինչ որ խնդիր լինի, իրականում լուծումը շփման մեջ է, ինչ որ մեկին վերադասի, մեկը, որը դա ձեր գործից հասկանում է, դիմեք իրեն, մարդը ձեզ կօգնի, շատ արագ հարցը կլուծվի։ Ոչ մի խնդիր չի լինի։ Ես ծառով էլ կարող եմ ասել առաջ խաղացում։ Այսինքն ինչ էլ որ լիներ, ինչ էլ որ կանգնած էր կամ ինչ որ խնդիր կար, շատ հեշտությամբ կկարողանաք լուծել եւ անցնել առաջ։ Այ ֆինանսներում տեսնում եմ կոնֆլիկտի կարտը։ Տեսնենք ինչ է նշանակում կոնֆլիկտի կարտը ֆինանսներում։ Ինչ հետաքրքիր է։ Կոնֆլիկտի կարտը սա կարող է մյուսի ոչ մի բանի հետ կապ չունենալ իմիջիայլոց հարգելիներս, ոչ առաջին անձնական հարաբերությունների հետ, ոչ աշխատանքի հետ, սա կարող է բոլորովին այլ խեցգետիների վերաբերել։ Իրականում շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Գիտեք, ֆինանսների հետ ասում եմ, չի կոնֆլիկտի կարտն եմ տեսնում։ Այո, կոնֆլիկտ անհամաձայնություն չեմ ասում վեճեր, այստեղ ես վեճեր չեմ տեսնում, բայց այստեղ տեսնում եմ եւ կին եւ տեսնում եմ տղամարդ։ Ես տեսնում եմ այստեղ, որ ինչ որ հարցերում ֆինանսների հետ կապված աշխատավարձն է սա, աշխատանքի եւ աշխատավարձի հետ կապված ճանապարհը տեսնում եմ փակ է, սա էլ տեսնում եմ գումարների կարտը։ Այստեղ երկու հոգի են, կին ու տղամարդ են, միգուցե ամուսիններ են։ Ինչ որ անհամաձայնության մեջ են աշխատավարձի հետ կապված, սա էլ տեսնում եմ ինչ որ ճանապարհը փակ է։ Չգիտեմ, չեք կարողանում ինչ որ որոշում պետք է կայացնեք երկուսով, ինչ որ գումարների, ֆինանսերի համար եմ սա նայում։ Ֆինանսների հետ կապված, միգուցե ինչ որ ծախս պետք է անել, ես չգիտեմ, տունը վերանորոգել, նոր մեքենա գնել, ինչի համար էլ որ լինի, ծախս է պետք, գումար է պետք, գումար դուք այնպես չի որ գումար չունեք, ճիշտն ասած, պարզապես ծախսի հետ դուք այս գործը ուզում եք անել, չեք ուզում անել, այս ծախսը ուզում եք անել, չեք ուզում անել,
Համաձայն չեք իրար հետ, համաձայնության չեք գալիս, դրա համար տեղից չի շարժվում, ճանապարհը առայժմ փակ է, մինչև դուք իրար հետ հարգելիներս համաձայնության չգաք, երկու տուզ եմ տեսնում, եւ կին եւ տղամարդ եմ տեսնում եք կարտերով հարգելիներս, այսինքն մինչև այստեղ ամուսիններ են, չգիտեմ, ընտանիքի անդամ են երկուսով, մինչև դուք համաձայնության չգաք, իրականում ոչ մի հարց չի լուծվելու, ճանապարհը փակ է, որովհետև դուք անհամաձայն եք, հիշում եք, անհաշտ եք իրար հետ, դուք այս հարցում համաձայնության չեք գալիս, ես տեսնում եմ բանալին ձեր ձեռքում է, ձեր որոշումից է, դուք պետք է զրուցեք, փորձեք մի հայտարարի գալ, ֆինանսները կան, դուք գումարի խնդիր չունեք, պարզապես այդ ինչ գործ ուզում եք ֆինանսների հետ կապված, ինչ ուզում եք անել, չգիտեմ, էլ եմ ասում, ձեր ընտանեկան հարցերն են ֆինանսների հետ, ուղղակի դուք ամուսիններով համաձայնության չեք գալիս, եթե դուք համաձայնության գաք, ֆինանսները անպայման կլինեն, ոչ մի խնդիր չկա, խնդիրը միայն ձեր անհամաձայնությունն է, այսքանը։